Հարգելի ծնողներ, հիմա մենք կբացատրենք Smart School-ը։ Սա թվային հարթակ է, որը օգտագործվում է մեր դպրոցում շատ կարևոր է հաղորդակցության համար։ Նախ առաջ վերում կգտնեք ձեր պրոֆիլը։ Եթե սեղմեք դրա վրա, կարող եք փոխել լեզվի ընտրությունը։ Այսինքն, սա այն լեզուներն են, որոնցով կարող եք օգտագործել Smart School-ը։ Բացի այդ, կարող եք նա կարգավորել ծանուցումները։ Այսինքն, եթե ասում եք, որ շաբաթ-կիրակի օրերին չեք ցանկանում հաղորդագրություններ ստանալ, պարզապես հանեք այդ նշումը։ Դուք կարող եք նա ընտրել, թե ինչ ծով կստանաք հաղորդագրությունները։ Օրինակ, դա այստեղ է արվում։ Օրինակ, եթե չեմ ուզում հաղորդագրությունները ստանալ իմ հավելվածում, ապա հանում եմ այդ նշումը։ Եթե ասում եք նորությունների հաղորդագրությունները ինձ պետք չեն, ապա կարող եք այդ նշումը հանել։ Ինչի մասին կարող եք ծանուցումներ ստանալ։ Հաղորդագրությունների մասին, ուսանողի հետման համակարգ, նորությունների հաղորդագրություններ, պլանավորիչ արդյունքներ։ Ես մի պահ վերադառնում եմ մեկնարկային էջ։ Գնալ կոճակով անցնում ենք պլանավորիչ։ Պլանավորիչը շատ կարևոր գործիք է, իմանալու համար, թե ինչ է կատարվում մեր դպրոցում։ Ամեն օր ունի 7 դասաժամ, յուրաքանչյուր դասաժամի համար ուսուցիչները լրացնում են, թե ինչ են անելու այդ ժամին։ Օրինակ, այստեղ սեղմում եմ պատմություն։ Ինչ եք տեսնում։ Սա վերաբերում է օգոստոս ամսին։ Եվ երբեմն ուսուցիչները լրացուցիչ տեղեկություն են տալիս աշակերտի համար։ Եվ նպատակները, իհարկե, նույնպես նշված են։ Այսպիսով, աշակերտները նախապես գիտեն, թե ինչի մասին է լինելու դասը։ Աջ կողմում կգտնեք բոլոր առաջադրանքներն ու թեստերը։ Դուք ինքներդ էլ կարող եք դա կարգավորել, կամ աշակերտը կարող է ինքնուրույն կարգավորել։ Այսինքն կարող եք ընտրել ամեն ինչ ցույց տալ։ Կամ կարող եք ընտրել ավարտված առաջադրանքները չցուցադրել։ Եվ տեսնում եք, սա շատ ջանասեր աշակերտ է, որովհետև արդեն ամեն ինչ ավարտել է։ Հիմա մի քանի առաջադրանք եմ ցույց տալու։ Օրինակ, այստեղ կարող եմ նշել մաթեմատիկայի թեստը։ Այդ դեպքում դուք հստակ տեսնում եք, թե ինչ պետք է սովորեն աշակերտները, որտեղ են գտնելու այդ վարժությունները։ Աշակերտները կարող են նա իրենց սեփական անելիքները ավելացնել այս օրացույցում, որպեսզի ամբողջական պատկերացում ունենան, թե այդ շաբաթ ինչ պետք է անեն, թե անձնական, թե դպրոցական գործերով։ Աշակերտները կարող են նա ինքնուրույն հանդիպումներ պլանավորել մեր Smart School օրացույցում։ Օրինակ, ես սեղմում եմ այստեղ, կարող եք ձեր սեփական անելիքը ավելացնել։ Ինչ կա դեռ Smart School-ում։ Դա մեր առարկաներն են։ Աշակերտի ստացած յուրաքանչյուր առարկա ունի իր սեփական Smart School դասընթացը։ Օրինակ, այստեղ անցնում եմ մաթեմատիկայի առարկային։ Այստեղ կգտնեք փաստաթղթերի բաժնում կգտնեք լրացուցիչ տեղեկություն մաթեմատիկայի դասընթացի համար։ Դուք կարող եք գտնել մի շարք լուծումներ, լրացուցիչ դասընթացային նյութեր այլն։ Ինչ կարող եք այնտեղ գտնել։ Առաջադրանքները կարևոր քննությունների համար ուսումնական նյութերի ամփոփագիրը։ Աշակերտները երբեմն նա թվային ծով են ստուգվում, այդ վարժությունները, այդ թվային թեստերը այստեղ են գտնում։ Աշակերտները կարող են իրենց համար հղումներով անցնել թվային հարթակներ։ Քանի որ սա ծնողի հաշիվ է, այստեղ չեմ կարող թվային հարթակ ցույց տալ։ Ինչն է կարևոր մեր ծնողների համար։ Դա է։ Դա մեր հաղորդագրությունների համակարգն է։ Հաղորդագրությունների համակարգի միջոցով դուք կստանաք բոլոր հաղորդակցությունները։ Օրինակ, այստեղ ունենք նամակ սխալ անվանման մասին կամ վեբինար դաստիարակության թեմայով։ Ուղարկված նամակները նույնպես միշտ կարող եք գտնել Introdesk-ում։ Այսպիսով, հիմա կանցնեմ Introdesk։ Եթե այնտեղ սեղմեք աշակերտներ ծնողներ շղթապանակի վրա, կգտնեք բոլոր աշակերտներին ու ծնողներին ուղարկված բոլոր նամակները։ Ինչ կարող եք անել հաղորդագրությունների միջոցով։ Իհարկե, կարող եք նա ինքներդ հաղորդագրություն ուղարկել։ Օրինակ, հիմա ես ուղարկում եմ հաղորդագրություն Տիկին Պիտերսին, որպես առաջին աստիճանի աշակերտի մենթոր։ Ահա, նրա անունը ինքնաբերաբար հայտնվում է։ Եթե հարցեր ունեք, կարող եք այդտեղից հարցերը տալ, մուտքագրելով աշակերտի, մենթորի կամ ուսուցչի անունը։ Edge-ում մենք նա օգտագործում ենք աշակերտի հետման համակարգը։
Հիմա ես սեղմում եմ աշակերտի հետման համակարգի վրա։ Ինչ կարող եք այնտեղ գտնել։ Նախ առաջ մեր լավ մոդելը, այսինքն մեր լավ մոդելը։ Դա արվում է աշակերտներին խրախուսելու համար, բայց երբեմն նրանց ուշադրությունը հրավիրելու բացասական վարքի վրա։ Այսպիսով մենք կարող ենք այնտեղ գրական նշումներ անել, բայց մենք կարող ենք նա նշումներ անել խանգարող վարքի մասին։ Խնդրում ենք ուշադիր հետել այս լավ մոդելին զրուցել ձեր որդու կամ դստեր հետ, եթե այս մոդելում նշումներ հայտնվեն։ Այստեղ դուք նա տեսնում եք լրացուցիչ աջակցություն։ Երբ կան բացթողումներ, հնարավոր է, որ մենք սկսենք լրացուցիչ աջակցություն։ Այս լրացուցիչ աջակցությունը կարող են գտնել թե ծնողները, թե աշակերտները լրացուցիչ աջակցություն թղթապանակում։ Կան աշակերտի շփումներ թղթապանակ։ Այդ թղթապանակը նախատեսված է այն դեպքերի համար, երբ մենք աշակերտի հետ շփումներ ենք ունենում, երբեմն այնտեղ հարցաթերթիկներ են հայտնվում։ Մեր աշակերտի հետման համակարգում դուք կարող եք գտնել նա բոլոր բացակայությունների ուշացումների ամբողջական ցանկը, այսինքն դուք ինքներդ կարող եք հետել, թե երբ է ձեր որդին կամ դուստրը ուշանում։ Ինչն ենք մենք գտնում Smart School-ում, ինչը կարող է ձեզ համար կարևոր լինել։ Դա, իհարկե, արդյունքներն են։ Դուք կարող եք գտնել թեստերը, այսինքն բոլոր թեստերը։ Բայց դուք կարող եք նա գտնել բոլոր հաշվետվությունները։ Այսպիսով, եթե դուք ասում եք հահա, ինչպես էր Սուրբ Ծննդյան հաշվետվությունը, դուք դա կարող եք անել ընթացիկ ուսումնական տարվա հաշվետվություններ բաժնով։ Ինչն է կարևոր ծնողների համար։ Դա ծնողական հանդիպումն է։ Այստեղ դուք տեսնում եք ծնողական մոդուլը։ Այս միջոցով դուք կարող եք հանդիպում նշանակել ձեր ուսուցչի հետ, երբ ծնողական հանդիպում է։ Այսպիսով, կարծում եմ ես բացատրեցի Smart School-ի բոլոր կարևոր գործառույթները, որոնք մենք օգտագործում ենք դպրոցում։ Եթե կան բաներ, որոնք ձեզ համար պարզ չեն, ապա միշտ կարող եք սեղմել այստեղ գտնվող հարցականին, այնտեղ միշտ կգտնեք ուղեցույցը։ Հուսով եմ, որ հիմա կարող եք սկսել աշխատել այս բացատրության հիման վրա։